ես Էրինան եմ։ Մինչ վիդեոին անցնելը հետևի իմ Instagram-ի էջին, լինքը կթողնեմ ներքևում։ Այսօր ձեր համար, չգիտեմ ինչքանով է հետաքրքիր, բայց բերել եմ մի հատ sense հավես vibe-ով վիդեո, ու այդ vibe-ով էլ փորձել եմ հագնվել։ Ինչքան հասկացաք, այսօր ես ձեզ ցույց եմ տալու այն բոլոր նկարները, թվերով նկարները, որոնք որ ես արել եմ։ Մինչև նկարները ցույց տալու ուզում եմ ասեմ, որ ովքեր չգիտեն, ես ամասնագիտությամբ ապագա գրաֆիկ դիզայներ եմ, սովորում եմ արդեն երկրորդ կուրսում, եւ ես փոքր ժամանակվանից սիրել եմ ձեռքի աշխատանքներ, այսինքն ինչը կապված է նկարելու, ներկելու, չգիտեմ, ինչ որ թղթերով ինչ որ բան ստանալու, օրիգամի, ինչ որ փոքր բաներ դա ստեղծելու, թեկուզ քարով եւ այլն։ Այդպիսի ձեռքի աշխատանքներ ես շատ եմ սիրել ու մինչ օրս էլ սիրում եմ, բայց այդ ամեն ինչը սկսում է դառնալ ավելի պրոֆեսիոնալ մակարդակի, քանի որ ես սկզբում չգիտեի, բայց զբաղվում էի այդ ամեն ինչով, ու հետո երբ որ սկսեցինք այդ առարկաները անցնել համալսարանում, ես շատ ուրախ էի, քանի որ անում էի այն ինչ որ սիրում էի, ուղղակի ավելի պրոֆեսիոնալ մակարդակի վրա, եւ մինչեւ համալսարանի դասերը սկսելը առաջին կուրսի, ես զբաղվում էի թվերով նկարչությամբ, սկզբում այդ իմ համար ուղղակի հոբի էր, բայց հետո հասկացա, որ ինձ շատ օգնել է իմ ձեռքը բացելու մեջ, քանի որ համալսարանում ես զգում էի, որ ավելի հեշտ է ստացվում այդ ամեն ինչը։ Հիմա գիտեմ, որ շատերը ասելու են, թե թվերով նկարչության ինչը կարա պրոֆեսիոնալ լինի կամ ով չի կարա այդ անի, ամեն դեպքում իհարկե բոլորն էլ դա կարող են անել, ես միակ մարդը չեմ, ով որ սիրում է դա ու այդ իր հոբին է ու զբաղվում է դրանով, լիք նույնիսկ ինձանից տարիքով մեծ մարդիկ կան, ովքեր որ սիրում են դա։ Ուղղակի ես ցանկացա ձեզ հետ կիսվել իմ նկարներով, իհարկե Instagram-յան էջում եւս կթողնեմ, կարող եք մտնել այնտեղ նույնպես տեսնել։ Ցույց կտամ իմ փոքր ժամանակվա նկարները, հենց իմ առաջին նկարը, որը ես արել եմ, հիմա իմ մոտ չի, բայց նկարը կթողնեմ այստեղ, կարող եք նայել, ինքը ավելի մանկական ոճի է, չնայած որ ես իրեն շատ եմ սիրում, որովհետեւ ինքը առաջինն է ամեն դեպքում ու շատ եմ հավանել, բայց առաջինի համար ինքը բավականին բարդ էր ու վերջում այդ ծաղիկների մասին ես ուղղակի կեսը հորինել եմ, որովհետեւ ինքը շատ բարդ էր ու մանր առաջին նկարի համար։ Համ ձեզ ցույց կտամ նկարները, համ միասին կմեկնաբանենք ու նաև կոմենտներում կարող եք գրել, թե որն է ձեր սիրելին։ Իդեպ ասեմ, որ ես մի շատ ամիսներ առաջ post էի տեղադրել, որպեսզի դուք հետևեք իմ նկարների էջին։ Ես առանձին բացել էի նկարների էջ, Ellen's Painting Art, եթե չեմ սխալվում, այնտեղ այս նկարները տեղադրել էի, ովքեր որ հետևում են, այս նկարները արդեն տեսած կլինեն այնտեղ։ Իմ երկրորդ նկարը, որը ես արել եմ փոքր ժամանակ, դա այս նկարն է։ Ինքը իմ համար շատ յուրահատուկ է, որովհետև արված է փոքր ժամանակ ու իրան շատ եմ հավանել։ Իդեպ իրան գնել ենք այստեղից, հայկական ֆիրմա է ու իր ատակ նայեք, սենց կտոր է, ինչը մի քիչ ավելի էր դժվարացնում ամեն ինչ, քանի որ սենց տակից երևում էր այդ կտորը, դրա համար մի քանի անգամ պետք է իրան աներ, բայց նկարը շատ եմ հավանել, կարող եք գնահատել 1-ից 10 բալային համակարգով կոմենտներում։ Երբ որ ես սկսեցի իմ այսպես ասած թվային նկարչության կարիերան, ավելի ուշ, արդեն ավելի մեծ հասակում, սա եղել է իմ առաջին նկարը, որը որ ինձ հավես եկցել, որ ես շարունակեմ։ Այս մուլտֆիլմը ես շատ եմ սիրում, երկրորդը չեմ հասցրել դիտել, բայց առաջինը շատ եմ սիրում, իմ ֆավորիտն է, եթե նայել եք կարող եք կիսվել ձեր կարծիքներով, ու այս նկարը շատ եմ հավանում իրականում հենց դրա համար, ինքը էլի տակը կտոր է, բայց ես այս մնացածը արդեն պատվիրել եմ, իդեպ իրանք որակային տարբերվում էին, սա նույնպես կտոր է, բայց չգիտեմ, այս նկարը երևի իմ ամենասիրելիներից է։ Մեծ հաճույքով այս ամառ եւս կզբաղվեի այս ամեն ինչով, ուղղակի ժամանակ չունեցա, քանի որ այս ամառը իմ համար շատ շուտ ավարտվեց։ Ես չգիտեմ իմ մոտ այդպես, քանի որ դասերը ավարտեցին հուլիսի սկզբում ու մինչ այդ զբաղված ենք թե ոչ, բայց իրոք շատ արագ անցավ ու հիմա հասկանում եմ, որ եթե ուզեի էլ չէի կարողանա հասցնել, բայց շատ կուզեի։ Եթե չգիտեմ, մենակ իմ մոտ այս ամիրը սենց արագ անցել, որ ես ոչ մի բան չեմ հասկացել, թե ձեզ մոտ էլ այդպես, եթե տենցա կարող եք գրել ինձ իրոք շատ հետաքրքիր է, ես մենակ եմ այս իրավիճակում, թե ոչ։ Հաջորդ նկարը եղել է սա իդեպ ինչ որ ինքը սենց փափուկ բան է, որը որ ես անընդհատ վախենում էի, որ ինքը կջարդվի, բայց սա է։ Այս նկարը իդեպ իմ ոչ այդքան սիրելիներից է, նախ ինքը բավականին բարդ էր ու հետո ինչը ինձ դուր չի գալիս, որ իր այս ամեն ինչը սենց մի տեսակ շատ մուգ է արված ու իր էֆեկտը իմ կարծիքով դա փչացնում է, չնայած որ էլի շատ հավանում եմ, բայց չգիտեմ, իմ համար նկարը մի քիչ տարբերվում էր իրականում ինչ որ պետք է լիներ ու ստացվեց ուրիշ բան, բայց ամենայն դեպս շատ եմ տանջվել դրա համար իրան իրոք գնահատում եմ։ Հաջորդ նկարը եղել է սա էլի այդ փափուկ բանը,
Այս նկարի vibe-ը sense մի տեսակ շատ ուրիշ է, ու մենք ձմեռը հենց իրան կախել էինք, քանի որ ինքը sense մի տեսակ շատ լավ vibe ունի ու շատ համահունչ է, ինձ թվում է լրիվ սենյակում կախելու նկար է։ Ինչն էր դժվար, իրականում այս նկարի դժվարը այն էր, որ ներկերը մի փոքր վատն էին, խիտ էին, մեծ մասը փչացած էին ու ինչ որ sense փորձել եմ մի կերպ sense ինչ որ բաներ խառնելով ստանալ այդ ամեն ինչը ու ավելի շատ այս ամեն ինչը լրիվ իմպրովիզ է, որովհետև ներկերը, ովքեր որ երբևիցե արել են թվային նկարչություն, կհաստատեն, որ մի ներկը գալիս է, որ նավն է լինում, մյուսը լինում է, որ չորացած է լինում, տերևների հատվածը դժվար է տրվել, քանի որ էլի եմ ասում, ավելի շատ իմպրովիզ է, ինչ որ ներկեր եմ խառնել, որովհետև դեռ չորացած էր ու չէր ստացվում ոչ մի բան անել։ Բայց վերջում շատ սիրեցի այս նկարը, իմ ամենասիրածներից է, քանի որ sense իրան նայելը մի տեսակ հանգստություն է պարգևում։ Քանի որ ձմռան նկարեր, եկեք շարունակենք այս ֆորմատը, այս իմ ամենասիրելիներից է, որը որ էլի կախել էինք ու ինչն է լավը, որ ինքը արդեն փայտ է ու մի տեսակ ավելի sense պրոֆեսիոնալ vibe է տալիս։ Չգիտեմ, sense շատ ինչ-որ ույուտնինկի vibe ունի, գրեք եթե ձեզ էլ էս երկու նկարներն են շատ դուր գալիս, ինձ բոլորն են շատ դուր գալիս, բայց այս երկուսը մի տեսակ շատ sense ձմեռային են, ես քանի որ շատ եմ սիրում ձմեռը, իմ համար իրանք շատ յուրահատուկ են ու ինձ թվում է սենյակում կախելը շատ հավես մթնոլորտ է ապահովում։ Այս նկարը այդքան դժվար չի եղել, քանի որ այդքան շատ փոքր մանր մասեր չի եղում, մենակ այս ծառի հատվածը դժվար էր, մնացածը իհարկե շատ ժամանակ է տարել, բայց այդքան շատ չեմ տանջվել սրա վրա, չնայած որ ամեն նկարը երևի թե մի քանի շաբաթում արել եմ, մի քանի շաբաթ տևել է, եթե ոչ ամիս։ Եղանակների թեման շարունակելով, եկեք ձեզ ցույց տամ արդեն աշնան vibe-ով նկար, էլի սա տախտակով է, նույն ֆիրման է։ Այս նկարը մենակ դժվար է այս հատվածները, բայց էլի շատ չեմ տանջվել ու չգիտեմ, այս տախտակով նկարները բոլորը իմ ֆավորիտն են, դրա համար հիմա չեմ ասում նորից, որ չասեք բոլորը եղավ քո ֆավորիտը, դուք գնահատեք կոմենտներում։ Ուրեմն ովքեր չգիտեն, ես մանուշակագույն գույնի ֆանատ եմ, կարելի է դա ամեն ինչից ոնց որ եզրակացնել։ Այս նկարը բոլորի մեջից եղել է ամենաբարդը, ինչի որովհետև այս ամեն ինչը տարբեր երանգ է, այս երկինքը, այս չգիտեմ, այս ամեն ինչը ու իրոք այնքան դժվար էր ինքը, որ sense կեսից ուղղակի ուզում էի հանձնվել, ուղղակի չեմ սիրում կիսատ թողնել աշխատանքը, չնայած որ ունեմ կիսատ աշխատանքներ, սա դրանք վերջում ձեզ ցույց կտամ։ Այս նկարը մի տեսակ շատ իմ vibe-ով է, քանի որ շատ եմ սիրել մանուշակագույնը միշտ ու ավելի շատ գույնի համար եմ իրան պատվիրել, բայց երբեք չեմ պատկերացրել, որ այդքան դժվար է լինելու, բայց հանուն նկարի հաստատ արժեր այդքան տանջվել, որովհետև սա միշտ տեղ ունի իմ սրտում այս նկարը ու միշտ կախած է իմ սենյակում։ Այս նկարը երևի իմ ամենաայն նկարներից է, որ ես իրան կգնահատեմ 10-ից 1000։ Դե նշեցի, որ ունեմ կիսատ նկարներ, այս դրանցից մեկն է։ Այս նկարը արդեն վերջում եմ արել, այս ամեն ինչից հետո ու արդեն շատ ժամանակ չունեի իրան ավարտելու համար ու արդեն ասես մի տեսակ մոտիվացիաս կորել էր, դրա համար այս նկարը մնաց կիսատ, գույներն էլ որովհետև շատ դժվար էին, բայց չգիտեմ, փորձել եմ ինչ-որ բան ստանալ, չնայած որ կարելի էր այս մասերը արդեն համարյա բան չի մնում, կարելի էր ավարտել։ Հիմա չգիտեմ իրա գույները կան թե ոչ, հույս ունեմ, որ այս նկարը մի օր կավարտեմ, եթե ներկերը չեն չորացել իհարկե, եւ այս այլի տախտակով է շատ լավ որակի է, դրա համար մի քիչ ափսոսում եմ, որ չեմ շարունակել։ Եվ վերջին նկարը սա է, սա ինձ այդքան էլ դուր չի գալիս, սա իմ ամենաչսիրածն է, որովհետեւ ինքը կտորից է, լավ որակի չի, ներկերը բացարձակ լավ որակի չէին, ինքը շատ տարբերվում էր մնացածից, դրա համար հաճելի չէր իրան անելը ու բացի այդ չեմ սիրում այն որակի նկարներ, որ այսինքն մանր է իրա վրա ամեն ինչ ու վրցինները լավը չեն, ընդհանրապես մոտիվացիա չեմ ունենում անելու, եթե որակը լավը չի լինում, առանց իմանալու պատվիրել եմ ամենավերջում ու չեմ հավանել, եթե անկեղծ նկարներ շատ չեմ հավանել, ներկերից ինձ թվում է կսված ձևից կարելի է եզրակացնել, որ ներկերը այդքան լավ որակի չեն եղել, դրա համար այս նկարը չեմ էլ շարունակելու, գիտեմ ու երևի թե կարելի է իրան գցել, որովհետև այդքան իրան չեմ հավանում, չնայած որ շատ տանջվել եմ ահագին այդ իրա փոքր հատվածները անելու վրա, բայց
Միևնույնն է չեմ հավանում այս նկարը։ Հուսով եմ բան չեմ մոռացել, բոլոր նկարները ձեզ ցույց եմ տվել։ Չգիտեմ այս վիդեոն ինչքանով էր ձեզ հետաքրքիր, բայց ուզում եի ամեն դեպքում այսպիսի վիդեո ունենալ իմ էջում։ Դուք կարող եք գնահատել կոմենտներում բոլոր նկարները, գրեք թե որն էր ձեր ֆավորիտը այս ամեն ինչից գրել, արդյոք դուք սիրում եք թվերով նկարչություն եւ առհասարակ նկարչություն թե ոչ։ Իհարկե բացի թվերովից ես սովորական նկարչություն էլ եմ անում, սիրում եմ մանդալաներ անել, եթե կուզեք առանձին վիդեո նկարեմ դրա մասին անպայման կլինի։ Եվ երևի թե այսօրվա համար այսքանը, եւ կհանդիպենք շատ շուտով։ Պակա։